Ողջույն իմ շատ սիրելի բարեկամներ, հարազատներ ջան, ինչպես եք, հուսով եմ լավ եք, ես նույնպես շատ լավ եմ։ Անկեղծ ասած, այսօր վլոգը սկսում եմ ժամը մեզ մոտ 4-ն է լինում ու բավականին ուշ եմ սկսում, այսինքն երեկոյան եմ սկսում այսօրվա վլոգը։ Անկեղծ ասած, նկարելու միտք չունեի, որոշ գործեր արեցի, նստեցի ու որոշեցի չէ, պետք է նկարեմ։ Մի տեսակ, չգիտեմ, ինձ լավ եմ զգում նկարելուց, ձեզ հետ շփվելուց, մանավանդ երբ տեսնում եմ դիտումները լավն են, երբ մեկնաբանություններ եք գեղեցիկ գրում, երբ լայքերն եք շատ դնում, ավելի եմ ոգևորվում ու ավելի եմ ուզում ձեզ համար շատ բլոգներ նկարել։ Հաճույքով եմ անում իմ գործը, ինչ որ ես անում եմ հիմա, ահա որ հաճույքով եմ անում։ Մի խոսքով սկսել եմ նոր վլոգ, նոր օր է, նոր վլոգ եմ սկսել։ Այս իմ հետևում, այս ծաղիկը հիմա շրջեմ հակառակ կողմից, տեսեք։ Ահա, մեր տունը նոր տարվա Սուրբ Ծննդյան սիմվոլներից առայժմ այս ծաղիկը կա։ Սա պարտադիր այստեղ գնում են, պետք է լինի իրենց տներում, իսպանացիների։ Գեղեցիկ է շատ, բայց երբ թափվում է արդեն մեկ անգամյա կյանք ունեցող ծաղիկ է, երբ թափվում է արդեն չի նորից աճում, այդ վատ, լավ վատ, դա է վատ, բայց շատ գեղեցիկ է։ Առայժմ այստեղ եմ դրել առայժմ, բայց հաստատ տեղը կփոխվի, որովհետև տոնածառն պետք է դնենք, տոնածառը դրվում է այս մեջտեղի հատվածում, այստեղ եմ դնելու ու դեռ ինձ թվում է շուտ է տոնածառը դնելու համար, որովհետև մեկ ամսից ավել պետք է այստեղ մնա, տոնածառն բավականին մեր մեծ է, անցուդարձին շատ է խանգարում, դրա համար գոնե մեկ շաբաթ էլ ձգեմ, նոր կզարդարեմ։ Այս մոմը, ժողովուրդ ջան, Ֆրանսիայից այստեղ իսպանացի մի տատիկ կար, Ֆրանսիա էր գնացել Լուրդես քաղաքը, Սուրբ վայր է, մենք էլ ենք որոշել գնանք, բայց տաքերը ընկնի նոր, ասում էր, որ շատ գեղեցիկ տեղ է, անպայման գնացեք, այդ տեղից էր բերել այս մոմը։ Երևի այս տարի Սուրբ Ծննդյան կվառեմ այդ մոմը, սա էլ Հայաստանից էր, կարծում կնունքի մոմը։ Իսկ ինչ եմ անելու այսօր, ինչ պլաններ ունեմ, չնայած արդեն երեկո է, բայց ինչ որ պլաններ ունեմ, ձեզ էլ մասնակից անպայման կդարձնեմ, գնալու եմ այստեղ մեզ մոտ խանութ կա, ինչ որ նոր է բացվել, Պեպպո խանութը, երկու բան ունեմ գնելու, եթե եղավ այդ խանութում իմ ուզածները, չգիտեմ դեռ կա չկա, բայց որոշել եմ, որ պետք է գնեմ։ Մի խոսքով այդ խանութն եմ գնալու, բայց մինչև այսօր երեկվանից բորշ ունենք եփած, մյուս օրվա բորշը ավելի համեղ չէ լինում։ Ուզեմ ասեմ, որ ճաշ չեմ եփելու այսօր, սառցախցիկում բլինչիկ էլ ունենք պատրաստած, դա էլ կա, երևի միայն աղցան կպատրաստեմ, կաղամբով, գազարով, ես մի փոքր վարունգել եմ կտրատում թարմ, շատ համեղ է լինում ու եգիպտացորեն եմ պահածոյացված լցնում ու պահածոյացված եգիպտացորեն եմ ավելացնում, շատ համեղ է ստացվում այդպես։ Մի խոսքով գնամ երևի դա պատրաստեմ, երեկոյան արդեն դուրս կգանք միասին, ձեզ էլ փորձեմ մասնակից դարձնել։ Ահա այստեղ բաղադրիչները պատրաստել եմ, սա կաղամբե աղցանի համար նախատեսված, այստեղ վարունգ գազար, եգիպտացորեն պահածոյացված, կանաչիներից եւ սամիտ ունեմ եւ համեմ ունեմ, ինձ թվում է սամիտն էլ համեմն էլ շատ հարմար են այս աղցանի համար ու հիշեցի, որ իմիջիայլոց շատ շուտվանից չեմ պատրաստել այս աղցանը կամ ձիթայուղ մի փոքր կավելացնեմ, լիմոն, իհարկե կիտրոն, ես սիրում եմ հունական յոգուրտով էլ է շատ համեղ ստացվում այս աղցանը։ Հիմա բոլորս էլ այս աղցանը շատ լավ գիտենք, տարբեր ձևերով պատրաստում ենք, պատրաստեմ սիրելիներս, նորից միանամ ձեզ։ Տեսեք, ինչ գանգուր աղցան, կաղամբա, չէ գանգուր կաղամբ։
Այս աղցանի մեջ, որ հավի կրծքամիս էր եփած թել արված ավելացնելով, շոտ համեղ է լինում, համը լրիվ փոխում է, բայց այս րոպեին ես չունեմ հավի կրծքամիս եփած, առանց հավի կրծքամիսի կանեմ, այդպես էլ է համը։ Ընդհանրապես դասականը, գազարը, կաղամբը, կանաչի, լիմոն, դե համեմունքներ իհարկե, բայց ուզում ենք մի փոքր իմպրովիզ անենք, մի փոքր դասականից շեղծենք ավելի համեղ դարձնելու համար։ Ժողովուրդ ջան, մեզ մոտ երեկոյի է, տանից դուրս եմ եկել, մութը նենց հանք է, կարծես թե 9-10 լինի, բայց ժամը 7-ն է։ Ինչպես ասել էի, գնում եմ Պեպկո խանութ, մեզ մոտ նորաբաց է Պեպկո խանութը, աղի աման եմ ուզում ապակուց իմ ամանը ճաքել է, տեսնեմ եթե այնտեղ կա կգնեմ, եթե չէ, կտեսնեմ ինչ ամանորի նվիրված աքսեսուարներ կլինի։ Համ նոր են բացել այս խանութը, մեզ մոտ չկար Պեպկո։ Հիմա գնանք միասին, տեսնենք ինչ կա չկա այդ խանութում։ Այս կողմը բացի Պեպկոից կասա Viva էլ կա, եթե ժամանակ լինի, կասա Viva էլ կմտնեմ, եթե Պեպկոյում չլինի, իհարկե իմ ուզածը։ Գրեթե հասանք արդեն, այստեղ սաղ այսպիսի նեղ փողոցներ է ու բնակելի շենքեր են, շենքերի տակը խանութներ է։ Հիմա տեսնենք ինչ կա, ինձ էլ է հետաքրքիր ամանորին նվիրված ինչ ապրանքներ են բերել։ Ժողովուրդ, ես արդեն խանութում եմ, այնքան մարդ կա։ Հիմա այստեղ տեսնենք ինչ կա, հագուստել կա, ամեն ինչ կա, շորեր կա, տանը ապրանքներ կա։ Այստեղ այսպիսի պիժամաներ են։ Մանկական հագուստել կա։ Այստեղ այսպիսի հողաթափեր էլ կան։ Այստեղ ամանորին նվիրված բաժին է արդեն։ Ապսեն։ Ոյ, ժողովուրդ։ Կտնակը տեսեք ինչ լովն է, շատ լովն է, բավերևում, կոմպլեկտ է, շատ սիրուն բաներ կան, սրա լավը արժեքը 4.5 եվրո, սրանք էլ աղամաններ են։ Գույները իհարկե ամեն ինչի ամանորյա են, այստեղ այս կրտնակը շատ դուրս եկավ, այսենց երևի հենց ուզորն էլ անում է, շատ լավն էր, լավ տեսնենք ինչ կա ուրիշ, սա էլ ապսեների տակը, այստեղ ինչ կա, այստեղ էլ բաժակներ ամանորին, Սուրբ Ծննդին վերաբերվող։ Այստեղ էլ ամանորի վերաբերվող ապսը։ Այս էլ է սիրուն, ուղղակի չեմ կարող անել խմորեղենի ամանը, էլի սիրուն է, ինչ-որ հետաքրքիր բան կա։ Այս էլ է լավ։ Ականջակալներն է, բաժակներն է, երկու բաժակա և ականջակալներն է, ականջակալ մի հատ է։ Սա միասին է, խմորեղեն սարքելու համար։ Շատ սիրուն բաներ կա հետաքրքիր։ Տեսեք, սա կեքսեր պատրաստելու համար է,
Սիրունա։ Արժեքը 3 եվրո։ Այստեղ էլ ամեն ինչը վերաբերվում է ամանորին, նոր տարուն, Սուրբ Ծննդին։ Իրենք սկզբից պատրաստվում են Սուրբ Ծննդյան։ Այստեղ էլ երաժշտություն կա միացրած, ափսոս։ Սա էլ որ գնել ենք ակցիոնից այդ տիպի տիպի աքսեսուարա, բայց մերը ավելի գեղեցիկ, ավելի մեծ է։ Այսա կախածա։ Տեսեք գնացքը, որ մենք գնել էինք։ Այստեղ է փափուկ խաղալիքների բաժինն է։ Այստեղ է խաղալիքներ են։ Սա փոքրիկների համար է։ Այստեղ տարբեր տեսակի խաղալիքներ են։ Տեսնում սա ինչ ակցիոնից որ առել էի, դրան դեմակցելու համար շոպինքան լավն էր։ Եթե գնացի ակցիոն անպայման կառնեմ։ Այնտեղից կգնեմ, բայց էս էլ է լավ, այս էլ արդեն նոր տարվան է վերաբերվում։ Այս էլ է լավ, ինչ արժե։ Տարբեր գներ, 4.5 եվրո։ Մի քանի երկրների գներ է գրած վրան։ Չգիտեմ։ Այստեղ այսպիսի խառը ապրանքներ է։ Այստեղ ներքևում էլ կա, տեսեք։ Տեսնեմ իմ ուզած բաժինը որտեղ է։ Այստեղ ծննդյան մոմեր։ Տեսնենք այստեղ ինչ կա։ Այս երևի միակ բաժինն է, որ մարդ չկար։ Այստեղ այսպիսի որակը այդքան էլ լավը չէր։ Այսպիսի ձևամաններ կան, այս ներքևում էլ կա։ Հետաքրքիր բաներ կան։ Սա չափի գդալներ են, ես ունեմ ավելի սիրուն ունեմ, պլաստմասից է սա։ Աչքով տվեցի, այդ բաժինը լծվեցին, այսպեսի բան եմ ուզում, բայց մի քիչ մեծ։ Ուզում ապակի աչու բան, այս հանք պլաստիկ են, պլաստիկ չեմ ուզում։ Սա է, բայց չգիտեմ, ապակի է, թե չէ։ Այստեղ ամաններ տեսականի բավականին քիչ է։ Տեսակ այսքան տեսականի է։ Ոյ, այստեղ տեսակ ինչ լավն է։ Չգիտեմ ինչի համար կարելի օգտագործել, բայց շատ սիրուն է։ Արժեք ինչքան է 5 եվրո։ Շատ սիրուն էր։ Այս կողմում էլ կան բարձեր, ամանորյա։ Ծածկոց առալում այդ բարձի նմանը, այդ մատերիալից է ուղղակի նորից կաթնագույնն է, մոխրագույնը չկա։ Այսանքի բարձի երեսներ են, ամբողջ եմ։ Անկողինը,
Իհարկե որակ այդքան էլ լավ չի լինի այստեղ։ Այստեղ այսպիսի լամպեր կան։ Քաղցրը, ամանը շատ սիրուն է, բայց հոտը շատ քաղցր է։ Չեմ սիրում տենց քաղցր հոտ։ Ալիքները։ Մամեր։ Քան աղմուկը շատ, այնքան մարդ կա։ Այստեղ էլ այսպիսի օրգանայզերներ կան։ Տարբեր չափի, տարբեր տիպի։ Ասել է սիրուն գործվածքը երկու չափի է սիրուն է։ Ասել է սիրուն։ Ժողովուրդ ջան, դուրս եկամ, ճիշտ ասած մի երկու բան ընտրել էի, որ գնեի, բայց որ դրամարկղի հերթը տեսա, դրեցի սուսիկ, փուսիկ ու դուրս եկա ու բացի այդ ամուսինս է գալիս է հետևիցս, որ գնանք տուն։ Դրա համար էլ ժամանակ էլ չկար, այդ պատճառով ասի լավ մյուս անգամ, բայց ակցիոնում ավելի լավ բաներ կար իհարկե։ Հետո որոշեցի, որ գնանք ակցիոնից կգնեմ, քանի որ ինչպես ասացի, ակցիոնում տեսականի շատ էր ու ավելի լավ ապրանքներ կար ակցիոնում, քան թե Pepco-ում, թե հիմա մեզ մոտ տեսականին այդքան էլ շատ չէր։ Մի խոսքով ոչինչ չգնեցի այս անգամ։ Սիրելիներս տուն վերադարձա, արագ նարնջով տիրամիսու պատրաստեցի, էլ չնկարեցի ընթացքը, որովհետև մի 2-3 անգամ նկարել եմ, ես ունեմ առանձին նկարված արդեն իմ ալիքում տեղադրված, դրա համար միտք չուներ, հիմա արդյունք ուղղակի ցույց կտամ, թողնելու եմ երեկոյա մեզ մոտ իհարկե, գիտեք, թողնելու եմ ամբողջ գիշեր սառնարանը, որ վաղը համտեսենք։ Շատ համեղ է ստացվում, մի դեպ ասեմ, շատ համեղ տիրամիսու է, կարող եք փորձել, հիմա ցույց տամ, տեսեք։ Ահա սիրելիներս, տեսեք, ստացվում է շատ համեղ, թեթև, յուրահատուկ համ ունի այս տիրամիսուն, ելակովն էլ էր, ճիշտն ասած պետք է ելակով պատրաստեի, բայց ամուսնուս բոլոր խանութները նայել էր երեկոյան, չգիտեմ, երևի երեկո էր եղել կամ ուղղակի չէր եղել, շաբաթ օր էր, չկար, ոչ միտեղ չէր գտել ելակ, նարինջ ունեի, որոշեցի նարինջով պատրաստել, այսպես էլ է շատ համեղ ստացվում նարինջով։ Հիմա ես տեղափոխեմ սառնարան, ինչպես ասացի, ամբողջ գիշեր կմնա, վաղը կհամտեսենք։ Սիրելիներս, չգիտեմ որքանով հաջողվեց այսօրվա վլոգը, որքանով ստացված վլոգ եղավ, դա կերևա ձեր լայքերից իհարկե և մեկնաբանություններից, ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ձեր լայքերի, մեկնաբանությունների և դիտումների համար, անչափ շնորհակալ եմ բոլորիցս սիրելիներս, և ուզում եմ այսօր ձեզ հրաժեշտ տալ, ինչպես միշտ ասելով, մնացեք բարյավ և խաղաղ։ Սիրում եմ բոլորիդ սիրելիներս, բաչիկներ։